Այս երեխեքի մուրն է իմ մեջ, դրա համար եմ խոսում, թե չէ, ուրիշ բան չկա, մղիչ ուժ չկա։ Ու այսօրվա խոսակցությունն էլ դուրս սկսեց Գոհար Պապիկյանի այս գրառումից։ Ուրեմն գյուղացուց կաթը առնում են 120-150 դրամ լիտրը, ու արդեն 750 մլ ծախում են այս գներով։ Գներն էլ աճում են վերված 900 դրամ, տեսնում եք։ Հիմա այս հարցին եմ ես անդրադառնալը, բայց մի քիչ հենց լայն ձևերով, լայն բացատրություններով։ Հենց որ անտերություն անվերահսկելի ուր է գնում աշխարհը, մեկիս հնասկացման գնով մյուսը Հարստանում է ու Հարստանում, այս ինչ վիճակ է։ Կարդացեք այս արդեն մնացածը, որտեղ կարևոր է, լուրջ բաները կարևոր է կարդալը, ես անցնեմ հիմնական նյութին։ Այդ ոնց եղավ, որ Հայաստանում կաթի 750 գրամը դառավ 900 դրամ։ 900 դրամն էլ անում է 2.25 դոլար։ Համեմատության համար այստեղ ես բերել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կաթի գալոնի միջին գները։ Գալոնը մոտավորապես 4 լիտր է։ Եթե նայեք, ստացվում է, որ 4 լիտրը արժի մոտավորապես 2.50, 2.80, որոշ տեղերում 3 կա։ Միջինը պետք է համարել մոտավորապես 2.80 Ամերիկայում մեկ։ Լավ, 3-ը համարենք պարզության համար։ Ստացվում է 1 լիտրը 75 ցենտ։ Սա վաճառքի գներն եմ ես ասում։ Խանութում դուք գնում եք, այս գնով եք գնում մի գալոն կաթը 70 ցենտով, այսինքն 300 դրամով։ Այդ ոնց եղավ, որ Հայաստանում կաթը 3 անգամ թանկ է։ Աշխարհում էլ ուրիշ երկիր չեք գտնի, որտեղ կաթի 750 գրամը արժենա 2 դոլարից 2 դոլար ու ավել։ Ուրեմն Հայաստանում կաթը մոտավորապես 4 անգամ է թանկ աշխարհի ստանդարտի միջինից։ Անցնենք հիմա Հայաստանի եկամուտներին, թոշակառուների եկամուտներին։ Ստեղ գրված է միջին եկամուտները 22 թվականի թվերն եմ բերել ես այս աղյուսակի մեջ։ Տարիքային խմբեր 65-ից 69 միջին եկամուտը 57000 է։ Միջին շերտի եկամուտը, որտեղ միջին եկամուտը եթե թվաբանորեն վերցնեք, որտեղ Հայաստանում են վերցնում 87000 է։ Բայց միջին շերտի մեծամասնության եկամուտը այսքան է 57000, այսինքն ամսական մոտավորապես 5000 դոլար, 70-74 տարեկանների մեջ մի քիչ պակաս է, ամսական 4000 դոլար է, 75 եւ բարձր 36000 դոլար։ Հայաստանից ինչքան է բարձր, եթե հաշվենք ամսական սա ստացվում է թոշակառուների առումով մոտավորապես 5000, հայաստանցին ստանում է 100 դոլար, 5000-ը 100-ից ավել է 50 անգամ։ 50 անգամ ուրեմն թոշակով ավել, 4 անգամ էլ կաթի գնով ավել։ Հայերը ամերիկացի թոշակառուից, հայ թոշակառուն ամերիկացի թոշակառուից վատ ապրում 200 անգամ։ Թիվը չեմ գրել, sense մեծ որ հայերը հասկանան ինչ վիճակում են իրենք, 200 անգամ հայը հիմա վատ է համաշխարհային միջինից, որովհետև Ամերիկան հիմա համաշխարհային միջինը չկարծեք թե ինքը լավ վիճակում է։ Այստեղ էլ ես բերել եմ աղքատների թվերը, ամերիկյան աղքատների թվերը, որպեսզի պարզ լինի ինչքան։ Ուրեմն 100%-անոց աղքատություն գաղափար գոյություն ունի, առաջի սյունյակն է։ Եթե ընտանիքը միայն ինքն է, մենակ մեկ աղքատ է, 15650-ից պակաս ստացողը համարվում է աղքատ, 100%-անոց աղքատ եւ նրան պետությունը օգնություն է տալիս։ Սա անում է ամսական 1200 դոլար։ Կաթի հետ գներով 1200 դոլարը Ամերիկայում աղքատության շեմն է։ Այս ամեն ինչը բացատրություն ունի, թե Հայաստանն էս ինչ անդունդի մեջ է։ Դուք հաշիվ տալիս եք ձեզ։ Ու այդ անդունդի պարամետրերը հիմա ես պարամետրերը կներկայացնեմ, ստեղ այս ընկերը ներկայացնում է, որ Նիկոլի կառավարման 7.5 տարում պետբյուջեից որպես պարգևավճար դուրս է գրվել 500 միլիարդ դրամ։ Հիմա դա հայերեն եմ սարքում, իր խոսքն էլ կարող եմ տալ ունեմ ստեղ։ Հայերեն կարող եմ սարքել, սա անում է 125 միլիոն դոլար։ Ճիշտ ասեցի։
1.25 պետք է լինի, 1.25 միլիարդ դոլար, ստորակետը չեմ դրել, ես էլ ասացի ինչ հաշիվա, 1.25 միլիարդ դոլար, 1.25 միլիարդ դոլարը եթե տարիների վերցնենք, տարեկան կանի 180 միլիոն դոլար, տարեկան, ուրեմն Նիկոլի կառավարության թվերը ես հիմա չկարողացա գտնել, միգուցե հնարավոր գտնել, ենթադրենք 10,000 հոգի, այնքան ունի 12 կարծեմ բան ունի, 12 նախարարություն ունի, հաշվենք, որ նախարարությունը մի 700 հոգի բաներով, հավաքարարներով նույնիսկ հավաքած, եթե տենց հաշվենք, միջինում ուրեմն կառավարության հետ կապ ունեցող ընդեղ աշխատող նույնիսկ հավաքարար պետք է ստացած լինի տարեկան 18,000 պարգևավճար։ Ստեղից շատ ֆանտաստիկ բան է ստացվում։ Փաստացի Թուրքիայի օգնությամբ աշխարհից վերցած պարտքերով է Հայվերյանում Հայաստանը, որովհետև այս Նիկոլի կառավարությունը, որը իսկ այսքան պարգևավճար դրսից ստացած փողերով պարգևավճար է տալիս իր շներին, այստեղ մտած չի նաև միլիցեքին տրվող փողը։ 30,000 միլիցեքին էլ այսքանից ավել է Նիկոլը տալիս։ Այսինքն Հայաստան երկիրը գոյություն չունի, դա ինչ որ մի կոլոնիա է, ռեզերվացիա է, որտեղ տեղական մի ճիվաղները դրսից պարտք վերցնելով թայֆա են սարքել, մարդկանց ուտում են։ Ուրիշ բացատրություն, ուրիշ ռակուրս չկա։ Սա է։ Այդտեղ պետություն չկա, որտեղ տնտեսություն գոյություն չունի, մենակ դրսից եկած պարտքերով են ապրում, որտեղ տնտեսություն եթե լիներ, կաթի լիտրը, կաթի 700 գրամը $900 900 դրամ չէր արժեն։ Էս էլ այդ շներն են, էս էլ ոչ կառավարությունն է, 12 հատ այստեղ նշած, վերևում այդ հայտնի ճճունա, մեջտեղում կիսահայտնի ես Մեհեր Գրիգորյանն է, Դոդյան ասումն է, ներքևինի անունը դուք երևի լսած չեք կլինի, Տիգրան Խաչատրյանն է, այս ճիվաղի անունը, փոխվարչապետ է այս տականքը։ Երկիրն ինչի վարչապետ բանունի փող վարչապետ ունի նախարարություններում, դուք ընդամենը մի հատ կանտոր եք, որը պարտք եք վեկալում, ուտում եք անասուններ, այդ ժողովրդին էլ պահում եք ռեզերվացիայի մեջ։ Հիմա ես իրանց չեմ քրվում։ Բնությունն էս ձևի է, չի կարելի ուժեղին քրվել։ Պետք է քրվել թույլին, որը չի հասկանում իրականությունը։ Մարդը ծնվում է, մարդիկ ծնվում են նույն ուղեղով, նույն հնարավորություններով։ Հետո կյանքի ընթացքում խեղճերը դառնում են աղքատ ու ոչ մի բան, ճիվաղները, բջերը, շահագործելով մյուս մարդկանց դառնում են այսպես վարչապետ, փոխվարչապետ, կառավարության աշխատող, ձեզուտող։ Տարբերությունը դրանն է։ Դուք չեք հասկացել, որ ընդամենը այս ճիվաղները, որոնք գրավել են ձեր կյանքը արդեն 35 տարի, այս ճիվաղները ընդամենը բջեր են, որոնք օգտվել են ձեր հարիվությունից։ Ես էլ մի ուրիշ նկար ասանք, բոլորը Գեհենի Առաքելի նկարներն են։ Մի ասեք, թե այս մարդու նկարը խի ատեղ դրած։ Լսեք, բոլորն էլ ճիվաղ են եղել սրանք։ Ես էլ գիտեք ովքեր են։ Նեմեսիսի ժողովի մասնակիցներն են։ Ամերիկայում, Բոստոնում ժողովի մասնակիցներն են, բոլորը բաներով, կոստյումներով, փողկապներով, տեսքերը նորմալ են։ Ի հակադրություն այս ճիվաղանոցների, որ Գեհենի Առաքելը նկարել է։ Նեմեսիս ժողովն է կարծեմ, գենոցիդից հետո ինչ-որ մի թվի է եղել։ Այս մարդկանց դեմքերին ու աչքերի մեջ բան կա, ուղեղ կա ներկայացած։ Արժանապատիվ մարդիկ են։ Սա է վերացել հայերի մեջ։ Ինչի է վերացել, այսօրվա խոսքս դրան է նվիրված։ Արմենոյից խումբը հարցատալիս ովքեր են ի վերջո հիքսոսները, նկար քանդը, բանն էլ բերել են, սեպագիրը բերել են, այս քանդակը բերել են։ Դե լսեք, երբ է ի վերջո հնչելու հարցը, թե ովքեր ենք մենք եւ այս խելքով, արժեքներով, մենտալիտետով ուր ենք գնում։ Հնգել ենք հիքսոսների հետևից։ Այս դժոխքի մեջ դուք հիքսոս եք հետաքրքրում, թե հիքսոսնով, հայկն են աղբեր, հայ են, հաստատ հայ են հայերը, հիքսոսները։ Ասենք թե հիքսոսները հայտուս եկան, հիմա ուր են այդ հիքսոսները։ Հիմա այս սրանք են։ Այս Բարիսն էլ բերել էս բանը, այս նկարով YouTube-ան բանը, հիմա ցույց կտամ։ Փաշինյանը Խաչի հետ գործ չունի, նա իրավունք չունի մտնի եկեղեցի։ Այս հայկական իրականությունն է, այս մարդիկ, այս շատ լավ նկարասարքած, ֆանտաստիկ նկարասարքած։ Գամ ցույց տամ, թե այս մարդիկ ինչ են խոսում։
Եկեղեցու բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, արդյոք ինքն է այն մարդը, որ դրանով զբաղվելու իրավունք ունի, չեմ ասում կաթողիկոս։ Եկեղեցի ղեկավար իրավունքի քաչուներկուս։ Իսկ տոկունքի ներակալի։ Քաղաքական գործի իրավունք, եկեղեցի գործի զբաղ։ Այ մարդ ինքը այդ մարդ որ եկեղեցի մշակի, եկեղեցի նոր, եկեղեցի իրավունք ունի, որ ինքը մտնի եկեղեցու ինչ որ մի բան ասի եկեղեցու համար։ Չէ։ Nei, da mi che io borsa nel buo. Sta borsa pensi basta socio. Դե շուի Մեր խելքի բանը չի։ Մեր խելքի բանը չի։ դե եկեղեցին մի ալտերնալի եկեղեցին մի ալտերնալի ամենի շուի կարքի պիտի քնե դա ինգլիզը չէ Արա պիտի նորոգի։ Ավելի լավ պիտի։ Եկեղեցու բարենորոգման պլան է Սան կդառնամ միգուցե տեսնեմ։ Լավ ցույց տամ, որտեղ գնալ գալը դժվար է։ Սա հրաներն են, հետապնդում են իրանց միլիցուն, որը համարձակվել է մտնի իրանց թաղամաս ու քննարկի հարցերը, որ պետք է գաք բանակ ծառայեք։ Հրան իր միլիցու հետևից անգած։ Ջարդու փշուր են անում։ Հայի մեջ սա երբեք չեղավ։ Ես մակարդակին հայը երբեք չբարձացավ։ Հետ գամ։ Գնամ սկզբից գամ։ Ինչի է հայության մեջ այս խեղճությունը։ Այս մարդիկ ինչի են սենց խեղճ։ Ինչի են հետևի այդ ճիվաղի դեմը սենց չոքած։ Ինչի են աշխարհի մարդկանցից 200 անգամ վատ ապրում։ Այսինքն բողոքավոր են իրենք։ Ես հասկանում եմ, աղքատա ու ուղեղն անջատել են, կերել են, հայ երևելիները կերել են հայերի ուղեղը, դրա համար այս մասշտաբի է հասել հայ ողորմելիություն, հայկական ողորմելիություն։ Այս մարդիկ մեղավոր չեն։ Իրանք հասել են արդեն ծերության, միջին տարիքն անցած մարդիկ են, բայց այս մարդկանց ասել են նա դու ով ես։ Դու ով ես արա որ ձեն հանես։ Ու միայն իրանք չեն այս նույն խեղճուկները։ Հայ եկեղեցին էլ նույնն է։ Հայ իրականությունը նույն մարդիկ են։ Ուրեմն Արսեն Բաբայանը այս նույն տղեն է երկու նկարով։ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրության բովանդակությունը կեղծ է, ստեղծվել է հատուկ միջոցներով, փորձագիտական եզրակացություն է։ Պարզ չի որ տենց անում։ Ու դու դա հայտնագործություն ես անում, ուզում ես դրանով դու պաշտպանես Նիկոլից, Արշակ Սրբազանին կամ մյուսներին ուզում ես պաշտպանես Նիկոլից, Արշակ Սրբազանը կարա մի ամիտ լինի, տեր է ենթադրեն գնաց բան դնկավ։ Բայց դու բան ես, չէ, լոյեր ես, փաստաբան ես։ Դու իրավունք չունես աշխարհից այդքան հետ մնալու։ Ու լոյերությունը ընդհանրապես աբսուրդի վերածելու։ Ես էլ մեր մեղքն է, իր մեղքն էլ չի, ես մարդն էլ է պրովինցիալ։ Հայաստանի բոլոր մարդիկ սկած են պրովինցիալիզմի մեջ։ Առաջ մարդկության հարցերի տերն ուժեղներն էին, հիմա խելագարները, ժամն է որ ղեկն անցնի խելոքներին, բայց Հայաստանում խելոքներին անհնար է։ Հայաստանում երկու շերտ կա, վերին էլիտար տականքը եւ ստորին դեբիլանոցը։ Էլիտար տականքին չեմ կարող մեղադրել, որովհետև ոնց ասեցի, ես ուղեղներին չեմ մեղադրում, բայց թուլերին ես իրավունք ունեմ մեղադրելու, որովհետև մարդը ուղեղ ունի, թող ուղեղն աշխատեսնի։ Այլ ոչ թե 900 դրամանոց կաթի հույսին մնա։ Սրանք էլ մեր միջազգային դեմքերն են։ Հայտնի դեմքերն են, մեծահարուստներն են։ Ես մեկին գիտեմ։ Նուբար Աֆյանին, նաև լսել եմ Վաչե Մանուկյանի անունը, թե հիմա սրանցից որն է Վաչե Մանուկյանը, կարծեմ ես չեմ հիշում դրա դեմքը, երևի ինչ-որ մի տեղ երևացել է։ Ես դեմքով միայն Նուբար Աֆյանին եմ ճանաչում, Վաչե Մանուկյանի էլ անունն եմ լսել։ Նկարում 8 հոգի են, ես նշել եմ 7 անուն, չգիտեմ 8-րդն ով է, ընկերս Պեսյան ընկերս ասեց ով ան մոռացել եմ։
Ոնց հասկանում եմ, այս մարդիկ միասին աջակցում են կաթողիկոսին, հակառակ Նիկոլի դատախազուհու որոշմա, գիտեք, չէ, աղջիկն են, ագնոցներով, մեծ ագնոցներով մանկական դեմքով հրեշուհին է հրաման տվել, որ կաթողիկոսին չթողեն գնա մասնակցի կաթողիկոսական եկեղեցական հայկական ժողովին։ Հիմա սրանք հավաքվել են 8 հոգով նամակ են կազմել, թե ինչ են արել, չեմ խորանում տենց հարցերի, որտեղ աբսուրդների մեջ չէ։ Այսինքն հայկական դժողքի ճյուղերից մեկն էլ հայ մեծահարուստներն են, որոնք քաղաքագիտություն չգիտեն, աշխարհ չգիտեն։ Հայկական պրովինցիան մենակ Հայաստանում չի, հայկական պրովինցիան աշխարհով մեկ է։ Օգտվելով նրանց, որ տենց բան լսեցի, դիմում եմ դրանց, կոնկրետ գործով եմ դիմում։ Դիմում եմ այս 8-ին եւ աշխարհի առնվազն 70,000 հայ միլիոնատերերին, այն անգամ բացատրել է, որ առնվազն Ամերիկայում 70,000 հայ միլիոնատեր կա։ Այն որ հայոց երկիրն այսօրին է նաև ձեր մեղքն է, այդ բոլորիդ 70,000 գումարած այս 8 հոգին։ Այն որ այսօր էլ չեք գիտակցում, որ անելիքը ոչ թե ռեակտիվ Նիկոլի ճկույթների դեմ կմկմալն է, որտեղ այդ աղջկա դատախազուհու դեմ եք դուք 8 միլիարդատեր են դեմքերով գրում։ Մեր միլիարդատեր հայերը գնացին բանդ երկուսը բանտում են, սրանք էլ դրսում են։ Ու այդ աղջկա դեմ են կմկմում։ Այլ փողով ոնց Սորոսը մի կոորդինացնող կենտրոն պետք է ստեղծեիք, ու դա ձեր մեղքն է, որ չի ստեղծվել։ Այն որ միայն նման ուղեղային կենտրոնի ջանքերով է հնարավոր ազգին փրկել վերացումից, որ այս պրովինցիալիզմը, տգիտությունը վերանա, այսօր հրամայական է։ Եթե իրոք մտահոգ եք ու պատրաստ գործելու, ապա դա արեք։ Փող տվեք, մարդկանց կրթեք։ Ոչ թե էլիտար դպրոցներում Նիկոլի սխեմաներով երեխեքին սովորացրեք վճարնել ամսական $1,000, այլ մարդկանց կրթեք, բացեք աչքերը, որտեղ հայերը քյորն են աշխարհ չեն տենում։ Հայերը չեն տեսնում, որ իրանք 200 անգամ թանկ են գնում։ Կաթի գնի մեջ հաշվենք նաև թոշակը ու կստանաք այդ թիվը։ Ինքս ունեմ մշակած անելիքների մեթոդականը 1/1 10,000 էջ ունեմ գրած։ Քայլ առ քայլ անելիքները, բրոշուրների, պլակատների ու գրքերի ձևով։ Նիկոլին ոչ ևս անել է օրերի հարց է լինելու, եթե դուք հանդես գաք, ոչ թե Նիկոլին ուղղված խնդրանքներով, այլ կամքով ու հրապարակային կոչով, որ Նիկոլ, միավորվում ենք ու միացյալ ջանքերով քեզ ու քո ազգադար իշխանությունը վերացնել ենք բոլորովս ու ազգովի։ Փողով մենք փողը կտանք, փողով միտք կդառնա, մտքով կտոգորվի հայությունը։ Այդ դեպքում գործ արած կլնեք, այլապես դեռ որ ռեալ գործ չեմ տեսնում, օդ եք տատանում։ Բոլորովդ Կաթողիկոսին առաջին թեզն ասեմ, կաթողիկոսին հենց եկեղեցիներն ու հավատացյալները կարող են պաշտպանել ընդամենը գիշեր ու ցերեկ բոլոր եկեղեցիների հայկական զանգերը հնչեցնելով, աշխարհով մեկ։ Երկրորդ, միայն զանգեր հնչեցնելով էլ հնարավոր է Նիկոլին հաղթել, բայց ասողին լսողը չկա։ Արդեն քանի տարի է այս նույն բանը ես գոռում եմ, լսեք զանգերը հնչեցրեք։ Երրորդ, ուղեղ աշխատեցնելով գոնե մի 10 նորմալներով միավորվելու դեպքում Նիկոլ ու նիկոլիզմ վերացնելը օրերի հարց է։ Թոքել եք 8 տարի Նիկոլի տակ, դրանից առաջ էլ մյուս անասունների տակ էիք չոքած։ Մյուս անասունները հայկական պլանկեն իջեցին մինչև այն աշճան, որ թուրք Նիկոլը գա վերցնի ու վերջնականապես կործանի երկիրը։ Տնտեսություն վերացրիք, մարդուն վերացրիք, ազգի կեսին երկրից դուրս արեցիք, Ղարաբաղի ժողովրդին բերեցիք, պարտությունը կազմակերպեցիք, բերեցիք, լցրիք Հայաստան ու այսօր 900 դրամանոց կաթով ուզում եք հայությունը գոյատևի, այդ անհնար բան է։ Կոնկրետ հենց հիմա ինչպես դա անել։ Այս պահին ձև եմ առաջարկում։ Բանտում եղած հոգևորականները միասին պետք է կոչով դիմեն ողջ հայությանը, որ աշխարհասփյուր հայ հոգևոր մարդիկ, բա դուք եկեղեցուն նվիրված եք, հայ փառապանց եկեղեցուն։ Եթե դուք հավատում եք Աստծո ու մեզ, որպես նրա նվիրյալների, ու ձեզ էլ որպես աստվածավախ ու աստվածահաճո մարդկանց, ապա այս պահից ի վեր հնչեցրեք հայկական բոլոր եկեղեցիների զանգերն աշխարհով մեկ ու ամեն գյուղում էլ ազդարելու, որ դեմ եք Նիկոլին, դեմ եք հայ ազգի ինքնակործանման ու ընթացող ինքնագենոցին։ Ինչի ասեցի բանտում եղածները, որտեղ իրենց ձայնը կլսվի։
Իմ զայնը թքածուն են հայությունը։ Բայց այս բանդում եղած հիմա քանի հոգի են 3 են 4 են թիվը չգիտեմ։ Գրեք կամ դրսում եղածները այդ մարդկանց ասեք համաձայնեք, տեքստը գրեք, տարեք այդ մարդիկ կտող ստորագրեն կամ առանց ստորագրության բանավոր համաձայնությամբ տարածեք աշխարհով մեկ որ ժողովուրդ զանգերը հնչացնեք։ Եթե չեք կարող եկեղեցու զանգերը հնչեցնել տալ կրոնի սպասավորներով, մնացած եկեղեցականներով, ապա ինքները ժողովուրդը տիրացեք եկեղեցու զանգերին ու հնչեցրեք դրանք օրը գիշեր, քանի դեռ Նիկոլ կա։ Դժվար է անել։ Հա, իհարկե կվախենակ։ Մի հոգին կվախենա, 10 հոգին կվախենա, բայց եթե հերաների պես այսպես 1000 հոգով գնաք, ամբողջ գյուղով գնաք, եկեղեցու զանգը ձերը սարքեք, ժամանակ կստացվի։ Եթե դա էլ չեք կարող անել, չգիտեմ ինչու, ապա կանանցով տներից ձեր աման չամանը վերցրեք, դուրս եկեք փողոց ու աշխարհով մեկ դրանք զրնգացրեք առայն, որ մենք մարդ ենք, ապրել ենք ուզում, մեր երեխաներին ապագա ենք ուզում ու մի նիկոլով չենք ուզում գենոցիդվել, 900 դրամով 700 գրամ կաթը չենք ուզում խմել, աշխարհից 200 անգամ թանկ։ Սրանցից որը հնարավոր չի անել, տեսականորեն, որը հնարավոր անել։ Չեք անելու, կարամ երթվեմ չեք անելու, լսելու եք, ասեք արախե ինքնով եղավ ու գնաք ձեր գործին, ճշմարիտը տեսնելը խելք է պահանջում, այն պատշաճորեն հրամցնելը խոսքի ձիրք ու իմաստնություն, ասվածը հասկանալը ազնվություն, ըստ հասկացածի գործելը խիզախություն, մեր պրոբլեմը առաջին փուլում է, դրա համար հաջորդ փուլերում ով ասես իրեշը քշում է, ճշմարիտը չեք տեսնում, աշխարհը չեք տեսնում, լենը չեք տեսնում։ Նոբար ապեյան, քեզ եմ դիմում, խելոք մարդ ես, հաստատ գիտեմ շատ խելոք ես, ինձ էլ լավ հասկանում ես, ինձ լավ հայերեն ես տիրապետում։ Դու չէիր կարող, մտածել են հաշվոր Ռուբենի հետ, երբ որ դպրոցներ էիք սարքում, օգնություն էիք փորձում ցուցաբերել, պետք էր հայությանն ասել, որ հայություն դու տգետ ես։ Դու աշխարհ չես տեսել։ Մենք եկել ենք քեզ սովորեցնելու կյանքը։ Ռուբենին էլ որ աշխարհը չէր հասկանում, հասկացնեիր, որ Ռուբեն գերին գնելով հարց չի լուծում։ Դու քո Ղարաբաղ գնալով չի հարց լուծում, փողով է հարց լուծում, ոնց որ Սորոսն է հարց լուծում։ Ամերիկայում նստած Հայաստանի հարց է լուծում։ Ես փորձել եմ անել։ Օրինակ մի տարի առաջ հայոց կանանց կոչ արեցի, որ դուք խելոք եք, մտղամարտու պես հիմար վիճակում չեք։ Էս արեք։ Այս պլակատը սարքվեցի, ընկերոջս տանը լցածա։ Փող տվեցի, տպեցի, վերեն տկողը չկա։ Այ ժողովուրդը ունիկալ մարդ է, մարդկանց վրա թքելու համար, այդ իրանը չի։ Ես հասկանում, այս մարդիկ չեն կարող տեսնել աշխարհը, իրանք մատը ծծած սենց միգուցե կարան սենց նկարվեն, ավել չեն կարա։ Այս սինթետիկ նկար է, այս նկարը նկարող շատ խելոք մարդ է եղել, խելոք տղա է եղել երևի, շատ լավ նկար է, ֆանտաստիկ նկար է, մեր իրականության քոքն է։ Հա մեզ ես դիմում, հետևից կայնած նարա։ Երեխոտ ասակ զոհվելու փոխարեն գնաս լակոտին միացիլի։ Այս նկարն է, ֆանտաստիկ նկար է։ Ասում եմ մի դատական պրոցեսն է, դու ժողի հայրը աթոռը նետում է դատավորի վրա, որը մարդասպանին դատել էր 120 օրվա աշխատանքների community համար, հասարակության համար աշխատել, պարզ է, գաշարակեր դատավոր է եղել։ Այս մարդը իր անձնական վրեժը դատարանում, հələ տեսեք ինչ նկար է։ Հրաներին ցույց տվեցի, թե ոնց են իրանց հետևից միլիցիայի հետևից ընկած։ Աշխարհում այտենց հարաբերությունները, քաղաքացիական պատերազմը դա որոշ դեպքերում դառնում է արունալի պատերազմ, բայց նորմալ ազգերի մեջ քաղաքացիական պատերազմը ամեն օր այդ ամեն օր պայքար է գնում թալանող փորձողների եւ թալանողների միջեւ։ Հայաստանում այդ պատերազմը սկսվել է շատ վաղուց է սկսվել, նախնադարից է սկսել, սովետի ժամանակ սովետը չթողեց, որ հայ իշխանավոր կոչեցած չի վաղը լրիվ ուտի մարդկանց, դա մենք հասցրեցինք բանանենք, իրար 37 թվին լրիվ բանանենք, հորշոտենք, գնացինք, դավաճանեցինք, գյուլեցինք, բայց ընդհանուր այտենց մի նորմայի էինք եկել, էլի այտենց սարսափելի չէր։ Անկախության առաջին օրվանից, անկախությունները սկսեց 88 թվի միտինգներից, Հայաստանում քաղաքացիական պատերազմը։ Այդ պատերազմը թուրքերի դեմ պատերազմը երկրորդական էր։ Մենք պարտվեցինք մեր պատերազմները մեր անասունին
Դրա համար էս վիճակում ենք։ Հիմա կարծիքս ասեմ, իշխանավորին չեն խնդրում, սիլում են։ Չեն դիմում ոնց որ դուք եք դիմել նույնիսկ միլիարդերներով։ Իշխանավորին չեն մեղադրում, քացուտակ են քսում։ Նիկոլին չես կարա Նիկոլի շանեքից քացուտակ։ Իշխանավորին չեն հանդուրժում, ոչ եւս են անում։ Դուք հանդուրժելով անձնապես ամեն մեկը դուժել եք, կորցրել եք, ձեր ամեն ինչն եք կորցրել, բայց դուք մարդկությունից եք իջել։ Այս խեղճերը մարդկությունից են իջել։ Նրանք չգիտեն, որ տենց խոսել իրավունք չունեն։ Այդքան խեղճանալու իրավունքը չունեն։ Սա մարդկային չի։ Մարդ ծնվում ենք, դառնում ենք անասուն։ Հայաստանում այս վիճակին է հասցրել մեր պրովինցիալիզմը։ Պրովինցիալիզմը նկատելի հետամնացությունն է։ Բայց պրովինցիալիզմը ծնում է քաղաքենիականություն։ Քաղաքենին նա է, ով այդ պրովինցիայում կարճամիտ իր մտահորիզոնականով չի տեսնում մեծ աշխարհը ու ինքը այդ նեղ շրջանակում, ասենք թե 100 հոգի ունի իր շրջապատում, փորձում է այդ շրջապատում ցենտր ֆռալ։ Քաղաքենին դա է։ Ոչ աշխարհից տեղյակ, ոչ մարդկությունից, ոչ պետությունից, ոչ քաղաքացիականությունից։ Իր ուշք ու միտքը շրջապատի վրա ազդեցությունը բարձրացնել է։ Վեսում ես բազմաթիվ հարյուրավոր նմանների գիտեմ, մանավանդ երևելիների մեջ, որոնց թվում է թե իրանք են վոկան, աշխարհի տերն։ Քաղաքենին դա էլիտարության ձգտող պրովինցիալն է։ Քաղաքենության վերին շերտում Խինքնով եղավ թեզնա։ Բոլորը նրա աչքին ոչնչություն են քաղաքենում։ Ներքևում էլ հակառակ թեզը կա։ Ես ումից եմ պակաս, խեղճը։ Այս մարդիկ, որը խոսում են, սրանք ներքևի շերտից են։ Մենք ումից ենք պակաս։ Մենք կաթը ինչի պետք է մենք 900 դրամով առնենք։ Էժանացրեք կաթը։ Դրանք ո՞նց էժանացնեն։ Այդ մարդիկ փողը վերցնում են, դրսից իրանք են ուտում, քեզ պետք է կաթ տան։ Կաթը դու պետք է կարողանայիր պահանջեիր, գլուխը ջարդեիր, կաթ արտադրեիր։ Չես արել, այսօր այդ կաթի տերն ես։ Մեր արմատը այս պրովինցիալ քաղաքենիականությունն է, որը գալիս է կուրությունից, ուղղակի չաշխատեցնելուց ու հանդուրժողականությունից։ Հանդուրժում ենք անասունին, հանդուրժում ենք տագետին, հանդուրժում ենք ոչնչությանը։ Օրինակ ես երբ որ վեճի եմ դուրս գալիս, մի ժամանակ դուրս էի գալիս, հիմա չեմ դուրս գալիս, այդ քաղաքենության մեջ տոգորված վերևների էլիտար դեմքերին լիքն են դրանք, այնօրն էլ ինձ էին քրվում, երկու անասուն ինձ քրվեցին։ Կողքերից պաշտպանը չկա։ Նրանք չեն հասկանում, թե ինչ է նշանակում այդ քաղաքենու գործը կոնկրետ նորմալի նկատմամբ։ Մեր խնդրը նորմալ դառնալն է։ Այդ հարցն է մեր միջից վերացած։ Նորմալին չեք պաշտպանում, նորմալին վերացրել եք, դրա համար էս վիճակում եք։ Քաղաքենություն կա նաև աշխարհում։ Դրա շնորհիվ այս ճիվաղը տիրացավ աշխարհին։ Աշնկան լավ ասում է, այս պորնիկը իմ եստրատերն եմ։ Ես եմ տիրապետում դրան ագրեն լավ բառը։ Այդ իմն է, էլի։ Ես տիրել դա։ Ես իմ գործն անում եմ, գլուխս կախանում եմ, ես ցույց տվեցի նոր որ հայկանաց եմ դիմել, գրքեր եմ գրել, խոսում եմ, համոզում եմ, բացատրում եմ։ Ես տղել եմ բանանում, օրինակ ես պլակատ եմ կազմել ու ուղարկել եմ, տարել եմ դեմոկրատներին եմ տվել, հանրապետականներին եմ տվել, GD Vance-ին եմ ուղարկել սա, ու հիմա շարն եմ ընկել ամեն օր նամակագրում, չի կարդացել, շպրտել այաշի բանը, զիբիլի աշիկ։ Ես փորձում եմ թփրտալ, ցույց տալ, որ ես ինչ-որ բան անում եմ, ճիշտ եմ անում։ Բայց մեր գործը մարդ դառնալն է։ Այս քաղաքենիականության ճահճում, անդունդում հայտնված հայությանը աշխարհին լայր նայելն է ու խելքի գալ, ով պետք է դա անի, քաղաքենին չի անելու, ինքը լավ բարձր դիրքերում է։ Ներքևի դեբիլը, որը այսօր դժոխքի մեջ է, բայց որը մարդ է, ուղեղն ունի։ Պետք է ինքը հասկանա, որ իր պատճառով այս ամեն ինչը, իր խեղճության պատճառով է, ինքը այս աթոռը շպրտողը պետք է դառնա։ Ինքը այս խեղճուկից պետք է դառնա իր իրավունքների տեր։ Բարդ խնդիր է, շատ բարդ խնդիր է։ Ես այս բիզուն ոնց համոզեմ, որ հարգելիս դու լուրջ խնդրեմ ունես։
եկեղեցու հարցը այդ ձևով չպետք է դու քննարկես։ Դու պետք է հեռանալով ասես, այ քույրիկ, եկել ես ինձ խոսել որ փողդ աշխատես, թքել եմ Նիկոլի վրա, Նիկոլն ով անասունի մեկնա, տավարի մեկնա։ Այս երեխուսը թորանս դաստիարակել եմ Նիկոլի միլիցուն սատկացնի, պագրիշկեն ծակի, տրակացնի։ Այսա չի հասնում։ Բավարար պոտենցիալ չկա երկրում խելոքը ճիշտը տեղ հասցնելու։ Ես խոսում եմ կողքս մարդ չի գոյանում։ Փորձում եմ ջահելներին, խելոքներին նենց նկատելի մարդկանց ասածները տարածել, բանել, շատ հաճախ իսկույն այդ ջահելները կարծում են, որ իրենք հանճարեղ են, պետք չի իմ հետ համագործակցել։ Իրանք կանը վերջ։ Լսեք, դուք բնատուր եք խելոք, բայց որպես ցիվիլ մարդ հետամնացեք, աշխարհ չեք տեսել։ Ես այդ աշխարհն եմ տեսել, ժամանակը չի եկել, ծերության մեջ եմ, վաղը միսօր չեմ ալնի։ Ինձանից վերցրեք գիտելիքը։ Այդ արեք, գիտելիքը վերցրեք, որպես խելոք այս քաղքենիության ճախտյուն, անդոնդոմ սկած հայությանը խելք սովորացնեք։ Այս էլ մի սենց ձայն բարբարո անապատի խոսքեր, չգիտեմ ինչքանով կազդի տեղ կհասնի, բայց ես պարտականության պես բան է, էլի խոսում եմ։ Խոսում եմ հույսով, որ հատած մի բան ստացվի։ Այսօր էլ էսքանը։